Բարև ձեզ, կրկին էկոնոմիկսն է։ Այսօր խոսելու ենք բիզնես խորհրդատվության մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասին։ Այս թեմաները բավականին արդիական են հատկապես ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում, եւ այս ոլորտը, ինչպես մյուս ոլորտները, ունեն իրենց խնդիրները եւ լուծման ուղիները։ Այս թեմայով խոսելու եմ բիզնես խորհրդատու ակտուալ բիզնես պարտներ ընկերության հիմնադիր տնօրեն Լաուրա Վիրաբյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վիրաբյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Վիրաբյան, նախ կցանկանամ խոսենք ընդհանուր առմամբ մարդկային ռեսուրսների կառավարման այս թեմայի մասին։ Ինչպես առաջացավ այս ոլորտը, այս ուղղությունը եւ ինչ անհրաժեշտություն կա առհասարակ։ Ոլորտը ամբողջ աշխարհում ինքը դեռևս 1800-ականներից է հայտնի եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում մեր մասնագիտությունը լայն զարգացում եւ թափ առավ վերջին 10 տարիներին, որի մասին սկսեցինք ավելի ինտենսիվ խոսել, կիրառել եւ անհրաժեշտությունը առաջացավ։ Իսկ մինչ այդ 2004 թվականից սկսած, եթե անդրադառնանք տարեթվերին, այդ թվականից սկսած է կիրառվում մեր էկոհամակարգում գլոբալ առումով, երբ միջազգային ընկերությունները ներթափանցեցին աշխատաշուկա, իրենց հետ բերելով նաև նոր հաստիկներ, նոր պաշտոններ, նոր մշակույթ, այո, եւ ինչքան էլ որ այն մեզ համար խորթ էր թվում, որովհետեւ մենք ունեինք արդեն իսկ որոշակի ադմինիստրատիվ տեսակետից մնացած կադրերը, այո, կադրերի, կադրավիկ ասվածը կամ կադրերի գծով տեսուչ ուրեմն գործառույթները, բայց այն ադմինիստրատիվ էր, այն իրականացնում էր պատենտավորված աշխատանք, կրկնվող բնույթ էր կրում իր գործառույթներում, իսկ արդեն մարդկային ռեսուրսների կառավարումը ներառում էր իր մեջ այդ ադմինիստրատիվը, բայց ինքը գլոբալ առումով բավականին տարբերվում էր։ Այո, ստեղծագործական նաև կարող ենք ասել։ Հայաստանում, ինչպես ճիշտ նշեցիք, որ վերջին այսպես տասնամյակում է զարգացում ունեցել այս ոլորտը, եւ կարծում եմ նաև իր առանձնահատկությունը ունի, հա, ամեն երկիր ինչպես այս ոլորտը ընդունում ընկալում։ Հայաստանը որ ոլորտից սկսեց, հա, ներդնել մարդկային ռեսուրսների կառավարումը։ Իմ կարծիքով դա IT ոլորտից եկավ մեր գիտակցության մեջ եւ աշխատաշուկայում գտավ իր տեղը, քանի որ բարձրագույն տեխնոլոգիաները այն հանդիսանում էին այն առաջադեմ ընկերությունները, որոնք որ հենց իրենք առաջինը բերեցին այդ նորությունները, նոր մշակույթը, իրենց աշխատանքային միջավայրում ներդրեցին, բայց IT-ն բերեց, բայց իմ կարծիքով չզարգացրեց, այն ավելի զարգացում գտավ հորեկա ոլորտի ընկերություններում, մանրածախ առևտրի ոլորտի ընկերություններում, որտեղ մարդկային ռեսուրսների կառավարումը առաջացրեց բազմաթիվ խնդիրներ։ Եվ այդ խնդիրների տեսակետից այս մասնագիտությունը սկսեց այդ խնդիրները նվազեցնել, լուծել, կարգավորել եւ իմի բերել, ամբողջացնել այն համակարգը, որը հենց HRM մեխանիզմ ենք մենք այն կոչում։ Կարծես թե դա տրամաբանական էր, հաշվի առնելով այն, որ այսպես հաճախորդի հետ այդ ոլորտներում հենց մարդն է շփվում եւ HR-ը պետք է փորձեր այդ մարդուն գտնել, որը կարողանար սպառողին բավարարել։ Ժամանակակից հայաստանյան HR շուկան կամ մարդկային ռեսուրսների կառավարման շուկան ինչ ծավալ ունի, ինչ մասնակիցներ ունի, դրա մասին մենք ունենք տեղեկատվություն։ Գիտեք, կա որոշակի տեղեկատվություն, այնպես չէ, որ վիճակագրական տեսակետից մենք չունենք ցուցանիշներ, բայց կուզենայի, որ այն ավելի հստակ լիներ, որ այս ոլորտով մասնագետներ ավելի խորը ուսումնասիրություններ իրականացնեին։ Օրինակ վերջերս ես որպես փորձագետ ուսումնասիրություն իրականացրեցի, թե գործատուները ուսուցման եւ զարգացման անձնակազմի վերապատրաստման գործիքներին ինչպիսի տեղ են տալիս, բյուջե են տրամադրում կամ արդյոք դա անհրաժեշտ է իրենց թե ոչ։
Կիրառելիության մասով հստակ հետազոտություն որպես այդպեսին դեռևս ինձ չի հանդիպել, բայց իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ 2020 թվականից հետո կիրառելիությունը ավելի մեծ թափ է առել, որովհետև աշխատանքի մեջ ներմուծվեց հիբրիդային աշխատանք մշակույթը եւ այն կրում էր բազմաթիվ խնդիրներ, այն պահանջում էր ավելի հստակ կանոնակարգեր, ավելի գործառույթների հստակեցում եւ վերահսկողական մեխանիզմներ, որովհետև ռեսուրսը այլևս կարող էր աշխատել մեկ լոկացիայից, բայց տարբեր գործատուների մոտ։ Եվ այստեղ անհրաժեշտությունը մեր մասնագիտության ավելի լայն տարածում ունեցավ։ Եվ եթե վերափոխման տեսակետից նայենք, ինչպես բոլոր մասնագիտությունները, այնպես էլ մարդկային ռեսուրսների կառավարումը պարբերաբար նորացվում էր, գործիքակազմում վերափոխվում է, ապա մենք դարձանք արդեն, եթե գանք սկզբից, որ մենք կադրերի պատասխանատու էինք, հետո մեզ վերագրեցին տաղանդների պատասխանատուներ, ապա այլևս մենք գնում ենք դեպի թվային հարթակ եւ արդեն գնում ենք դեպի ռոբոտների աշխատանքի պատասխանատուներ։ Եվ այս անցումային փուլում, եթե վերադառնամ իմ խոսքին նախորդ, Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում ներկայումս մեր դերը եւ նշանակությունը ամեն օր ավելի պահանջարկը մեծանում է եւ դրա մասին է խոսում արդեն իսկ outsource ծառայությունների ներթափանցումը, որ օրինակ սրանից 7-8 տարի առաջ գրեթե անհնարին էր թվում ինչպես կարող է մարդկային ռեսուրսների կառավարումը outsource ծառայություններ մատուցել, բայց ելի մեր ընկերության օրինակով կարող եմ ասել, որ պահանջարկը գնալով ավելի մեծանում է։ Ակտուալ բիզնես պարտները բավական երկար աշխատանքային փորձ ունի մեր շուկայում, վստահ եմ նաև տարբեր այսպես տնտեսվարողների հետ եք աշխատում ձեր ոլորտի։ Նրանք ինչպես են այս ոլորտը, հա, որպես այդպեսին առանձնացնում, որովհետև քանի որ այս ոլորտը չի լիցենզավորում, չի կարգավորում, այսպես ինչպես են իրենք համարում, օրինակ HR ոլորտի կազմակերպություն, outsource, կա ինչ-որ չափորոշիչներ, թեկուզ այսպես ներքին միջավայրում որոշված։ Շատ լավ հարց եք բարձրաձայնում, շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ոլորտը լիցենզավորված չէ, ոլորտը ստանդարտավորված չէ եւ նաեւ ես ինքս իմ առջեւ եմ խնդիր ձևակերպել հասնելու դրան, իսկ մենք արդեն մեր աշխատանքի մեջ ենք ստեղծել ստանդարտներ, հա, մեր գործիքակազմից եկող ստանդարտներ, որոնք մեկ գործընկերոջ մոտ set-up անելուց հետո, այդպես տեղադրելուց հետո ինքն է սկսում խոսել այդ մասին եւ ինքն է ուղղորդում մեզ նոր գործընկերոջ, որտեղ մենք այդ մասին չենք բարձրաձայնում, չենք խոսում, քանի որ այն դեռևս փաստաթղթավորման փուլում է։ Իսկ դրանք ինչ են իրենցից ներկայացնում, սիրով պատրաստ եմ ձեզ հետ կիսվել, այն ամբողջական համակարգը, կառավարման համակարգը, որը ընդհանուր սկսվում է կառավարման կառուցվածքի ուրեմն ձևավորմամբ եւ տեղայնացմամբ, մինչեւ համապատասխան կադրերի, կոմպետենտ կադրերի որոնումը, հարցազրույցների անցկացումը եւ այդ կադրերին տեղադրումը կառավարման կառուցվածքի մեջ, այսպես, իրականացվում է մեր ընկերության կողմից։ Եվ մենք սկսում ենք արդեն ապահովել բիզնեսի համար, այսպես համապարփակ ծառայությունների մատուցման շղթա, որը կարգավորում է եւ հաղորդակցումը, եւ սուբորդինացիան, հա, հիերարխիկ սիստեմա այնտեղ ներդրվում եւ կառավարումը, մենեջմենթը։ Չէ՞ որ մարդկային ռեսուրսների կառավարումը հենց այն ամենակարևորողակն է, որը ամենաառաջի ֆրոնտում է մենեջմենթի հետ շփման ժամանակ։ Եթե ուշադրություն դարձնենք մեր բիզնեսի առանձնահատկություններին, կնկատենք, որ HR-ի նկատմամբ հիմնական պահանջարկը ներկայացնում է միջին եւ խոշոր բիզնեսը։ Փոքրի համար դա ընկալվում է որպես ծախս, լրացուցիչ, որը չարժի կատարել օրինակ կամ իրենց համար կարող մրցակցային խնդիր առաջացնել։ Դուք ունեք որևէ ուսումնասիրություն, օրինակ HR ծառայությունը ներդնելու պարագայում արդյունավետությունը կազմակերպության աճում է, որքան է աճում, ծախսերը, ինչպիսի փոփոխություն է լինում, որ կարողանանք մարդկանց հիմնավորենք, որ այո, HR կոմպոնենտը շատ կարևոր է բիզնեսի համար։ Նախ բանակցային փուլում, երբ պետք է մենք սկսենք գործունեությունը կամ ոչ, նշում եմ, որ դա ներդրում է։ Այո։ Ներդրում է մեկ անգամյա այդ մեխանիզմի ներդրումը,
բայց այն կարող է տարիներ շարունակ ծառայել եւ կարևոր խնդիրներ լուծել։ Իսկ չափերի մասով կազմակերպությունների ինքս էլ իմ հետազոտություններից կարող եմ նշել, որ եթե համարում էի մինչև 20 հոգանոց թիմը HR մեխանիզմի ներդրման անհրաժեշտություն չկա, ապա 2 տարի առաջ մենք ունեցանք մի փորձ, որ մեր գործընկերներից մեկը թիմը 10 հոգանոց էր, բայց ինքը դիմեց հենց մարդկային ռեսուրսների կառավարման մեխանիզմի ներդրման, նշելով, որ ունի ամբիցիոզ նպատակներ բիզնեսը լայնելու եւ նոր պրոդուկտներ ներմուծելու համար եւ անհրաժեշտությունը կա հենց սկսելու այդ համակարգի ներդրումից։ Կնքեցինք 3 ամսվա պայմանագիր, բայց աշխատեցինք 1.5 տարի, դա խոսում է նրա մասին, որ այո, այդ ստանդարտը չկա, այդ ուրեմն հիմնավորումները չկան, թե ինչու է անհրաժեշտ մեր մեխանիզմները, գիտականորեն հիմնավորումները, բայց արդեն իսկ բիզնեսի տերերը այնքան իրենց մտահորիզոնը լայնել են, այնքան կրթությանը տեղ են տալիս եւ այնքան ինստիտուցիոնալ համակարգերի անհրաժեշտությանն են տեղ տալիս, որ այդ դեռևս չընդլայնված փուլում իրենք արդեն տեղադրում են այդ մեխանիզմը։ Դա իհարկե շատ ողջունելի է, շատ գովելի է եւ նման գործատուներ եւ բիզնեսմեններ թող մեր միջավայրում ամեն օր առաջանան եւ շատ լինեն, որովհետեւ դա է բերում հենց մեր տնտեսության զարգացման այդ փոքր էկոհամակարգը միանշանակ ազդեցություն ունենում նաեւ գլոբալ էկոհամակարգի վրա։ Մինչդեռ Եվրոպայից եւ Ամերիկայից, երբ որ մենք ունենում ենք պատվերներ կառավարման համակարգի ներդրման, հա մենք ունենք գործարարներ, ովքեր բնակվում են Ամերիկայում, բայց իրենք դիմում են մեզ, այստեղ նոր բիզնես են հիմնում, որպեսզի մենք սկսենք այդ կառավարման մեխանիզմի ներդրումը։ Պատկերացրեք մի գործընկեր ունենք, որի հյուրանոցային համալիրը բացվելու է հուլիս ամսում 26 թվականի, բայց մենք 25 թվականի հունիսից սկսած արդեն սկսել ենք մեր աշխատանքները կառավարման համակարգի եւ մարդկային ռեսուրսների կառավարման մեխանիզմի մշակման վերաբերյալ։ Արդեն տեղայնացումը կանենք, երբ բիզնեսը կսկսի իր գործունեությունը։ Այդքան կարեւոր է ինքը ի սկզբանե ունենալը։ Տիկին Վիրաբյան, ես բիզնեսմեն եմ, ցանկանում եմ իմ հանրային սննդի այսպես ոլորտում ներդնել HR այսպես ծառայությունները կամ գործիքները, որտեղից պետք է սկսեմ, ինչ խորհուրդ կտաք։ Հանրային սննդի ոլորտը այն ոլորտներից է, որը ունի շատ առանձնահատկություններ, հաճախորդի սպասարկումից սկսած մինչև անվտանգության կանոնների սահմանումը, եւ այստեղ հիշեցի Ռիչարդ Բրենսոնի խոսքերը, ով ասում է, որ եթե դու ուզում ես հոգ տանես քո հաճախորդների մասին, ապա դու պետք է հոգ տանես քո հաճախորդների մասին։ Եվ այստեղ այդ հոգ տանելու մոտեցումը դա ամբողջապես մարդկային ռեսուրսների կառավարմանն է վերաբերվում, հա, որպեսզի հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչը ի սկզբանե մինչև թիմը համալրելը, մինչև մարդկանց իրենց գործառույթները պատվիրակելը իրականացնի ներքին շուկայի ուսումնասիրություն, իրականացնի էքսպերտների հետ խորհրդատվություն, հասկանա, թե ինքը ինչով կարող է տարբերվել եւ լինել առաջնային ռեսուրսի տեսակետից եւ ամենակարևորը ինքը պետք է տեղ տա մասնագետներին, որպեսզի կարողանա ներգրավել եւ այս մրցակցային փոքր շուկայում ներգրավել եղած հաճախորդներին եւ պահել նրանց ամենակարևորը։ Այսինքն բիզնեսմենը ինքը պետք է տա ինչպիսի փիլիսոփայություն ուզում տեսնել իր ենթարենք հանրային սննդի օբյեկտում։ Հիշում եմ իմ հյուրերից մեկը նշում էր, որ իմ ցանկացած ռեստորան ես նմանեցնում եմ մի մարդու եւ ամեն մարդ իր բնավորությունը ունի, այսինքն դուք պետք է բնավորությունը նախ հասկանաք, հետո սկսեք պլանավորել այդ ամբողջ աշխատանքները։ Ինչպես ցանկացած այսպես ոլորտ, մասնավորը բավականին ակտիվ է, հետագայում այն տեղափոխվում է նաեւ պետական համակարգ։
Վերջին տարիներին մենք տեսնում ենք նաև պետական համակարգում որոշակի աշխուժացում հենց այս ուղղությամբ։ Ինչ իրավիճակ ունենք Հայաստանում եւ ինչպես է պետությունը համագործակցում ձեզ նման բիզնես խորհրդատուների հետ կամ ընկերությունների հետ։ Ինչպես իմ խոսքի սկզբում նշեցի, որ մեր մասնագիտությունը սկսվել է ավելի մասնավորից գալ, բայց ի ուրախություն մեզ կարող եմ նշել, որ 20 թվականից հետո պետական ապարատները եւս ուշադրություն դարձրեցին մեր մասնագիտությանը եւ օրինակ ոստիկանությունը, ոստիկանական համակարգը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ ներդրեց իր ուրեմն աշխատանքային միջավայրում եւ եթե չեմ սխալվում, բոնուսային համակարգերը այլևս վերածվեցին KPI համակարգերի, դա իհարկե ողջունելի է։ Ավելի ուշ ֆինանսների նախարարությունը դիմեց խորհրդատվական ընկերության, ով փորձեց ներդնել մարդկային ռեսուրսների կառավարման մեխանիզմ, դա արդեն իսկ ողջունել է եւ եթե կրկին չեմ սխալվում, այնտեղ հենց բաժինը այդպես է կոչվում։ Այստեղ անհրաժեշտություն է առաջանում օրենսդրական դաշտի կարգավորման, որպեսզի օրենսգիրքը ադապտացվի մեր գործառույթներին, մեր ֆունկցիաներին, քանի որ այն հիմնականում կրում է այն արժեքները, որոնք մենք ժառանգել ենք սովետական միությունից եկած, այդ կադրերից եկած, կադրային վարչարարությունից եկած, բայց էլի ուրախություն մեզ կարող եմ նշել, որ եթե օրինակ 2010 թվականի աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մեջ ես չէի գտնում մեր գործիքակազմին համահունչ փոփոխություններ, այնտեղ էլի բավականին շատ օրենսդրական կետեր ենթարկվեցին փոփոխությունների, ապա այս վերջի տարիների, 23-24 թվականի փոփոխությունների մեջ այլևս մենք ունենք հաշվի են նստել մեր գործիքակազմի հետ, այլևս տարբերակվում է ուսուցման փուլը պրակտիկայի փուլից, այլևս կան նաև փոխհատուցումներ, երբ մասնագետը գնում վերապատրաստվում է, այդ վերապատրաստման փոխհատուցումներն է պետությունը վերցնում իր վրա։ Իհարկե այդ ամենը ողջունելի, բայց շատ քիչ է։ Մենք արդեն խոսեցինք այս ոլորտի խնդիրներից մեկի մասին, որ այս ոլորտը լիցենզավորման ենթակա չէ, ստանդարտներ ներդրված չէ։ Կարծում եմ կան այլ խնդիրներ նույնպես, որոնք խոչընդոտում են այս ոլորտի զարգացումը, ընդլայնումը։ Կնշեք դրանց մասին եւ փորձեք այսպես բացել խնդիրները ավելի։ Հենց ստանդարտների բացակայությունն է, որ խոչընդոտում է եւ այդ բանակցային փուլում մենք ստիպված ենք լինում արդարանալ, թե ինչու է անհրաժեշտ այս մեխանիզմի ներդրումը։ Իսկ արդարանալը այդքան էլ ճիշտ մոտեցում չէ գործընկերային հարաբերությունների մեջ։ Միգուցե պետք է հիմնավորել, այսինքն թվերով կամ աղյուսակներով, Այո, իրականում հենց այդպես էլ անում եմ, երբ փորձի վրա հիմնված հիմնավորում եմ անում, ոչ թե փաստաթղթերի կամ ստանդարտների։ Իհարկե կան ստանդարտներ ամբողջ աշխարհում, ԵԱՏՄ-ի կողմից, թողարկված GOSTER ստանդարտներ, ISO ինստիտուտի կողմից թողարկված ստանդարտներ, որի բոլոր ստանդարտների մեջ, եթե չեմ սխալվում, 5-րդ գլուխը հենց human resource է, բայց դրանց անհրաժեշտությունը, դրանց մեջ անհրաժեշտություն կա հայկականության համեմունքների տեղադրման, տեղայնացման հարց պետք է լուծել։ Այո, նաև մեր մշակութային առանձնահատկություններն են շատ ընդգծված, մեր բնավորությունը, մեր վարքագիծը, մեր բարեկամին տեղ տալու մասնագետին անտեսելու մշակույթը, եւ այս ամենը առաջացնում է հենց այդ անջրպետերը, որ բիզնեսը դեռևս չի ուզում մեզ հետ գործ ունենա, այն տեսակետից, որ գիտի, որ մենք սկսեցինք արդեն իր տրանսֆորմացիան, ես միշտ դա կոչում եմ սոցիալական պրոյեկտից անցումը դեպի բիզնեսավարության, ապա շատ բան է փոխվելու։ Իսկ այդ ներդրումից հետո արդեն ինքը ունենալու է իր բիզնեսին համապատասխան ստանդարտներ։ Որտեղ գլոբալ դեռևս մարդկային ռեսուրսների կառավարման ստանդարտներ հայաստանյան իրականությունում դեռևս չունենք, բայց իհարկե այդ մասով ես ինքս աշխատում եմ։ Կարծում եմ կարելի է նաև այստեղ անդրադառնալ ընդհանուր հարկային քաղաքականությանը։ Եթե ես գործատու եմ, ես կնախընտրեմ օրինակ էջա մասնագետի ինձ մոտ ունենալ,
քան օրինակ outsource անել հարկային տեսանկյունից, հաշվի առնելով այն, որ NDS շահութահար գալու է մոտավորապես 35%, իսկ այս պարագայում կարամ 25%-ով այսպես բոլոր հարկերը փակեմ ու վերջացնեմ։ Այս պայմաններում բիզնեսի ձեր ուղղությունը ինչ խնդիրների առջև է կանգնած, հաշվի առնելով անցած տարվա շրջանառության հարկի այդ դրույքաչափերի փոփոխությունը կամ ընդհանրապես վերացումը, եւ ինչպես եք լուծել այդ խնդիրը դուք։ Ցավոք 25 թվականի կեսից մենք նույնպես համարվում ենք արդեն ավելացրած արժեքի հարկ վճարող ուրեմն տնտեսվարողներ։ Իհարկե այդ որոշման հետ առ այսօր ես համաձայն չեմ, համախոհ չեմ։ Ինչպես հաշվապահները, փաստաբանները։ Այո, եւ հիմնավոր եմ ինչու, քանի որ մենք ծախսագրում չենք կարող իրականացնել, մենք ներմուծում չունենք, մենք ապրանք չենք վաճառում, մեր շրջանառությունը շատ հեռու է մնացած բոլոր բիզնեսների շրջանառությունից, մենք վաճառում ենք մեր խելքը, հա, այսպես ասված, մեր փորձը Եվ դա ոչ թե պետք է տանել NDS-ի դաշտ, այլ ընդհակառակը պետք է խրախուսել, որպեսզի այդ փորձը եւ այդ խելքը, էքսպերտիզմը կարողանանք մենք շատ ընկերությունների հետ կիրառենք, համագործակցենք եւ ներդնենք։ Իհարկե դա այդ տեսակ հարկային պարտավորությունների տեսակետից համաձայն չեմ, որ մենք գնացինք այդ դաշտ, բայց հուսով եմ, որ վերանայումներ եւ փոփոխություններ կիրականացվեն։ Դուք ինչ արեցիք, ծառայության գներ ավելացրեցիք, թողեցիք դա շահույթի հաշվին քանի որ տարվա կեսին էր, իսկ մեր բոլոր պայմանագրերը արդեն իսկ ընկված էին 1 տարվա համար, գործընկերների հետ զրույցի ժամանակ հասկացա, որ այդքան էլ համախոհ չեն պայմանագրերի արժեքների ավելացմանը եւ ես ստիպված արդեն դա վերցրեցի ինձ վրա ստացվում է որ բացի այն որ 20% հարկը որպես բեռ առաջացավ մեր ընկերության վրա նաեւ արդեն շահութահարկի ժամանակ գումարած 18% իսկ դա բավականին մեծ գումար է Հուսով եմ, որ դա կվերանայվի եւ դրա մասին ես բարձրաձայնել եմ փոխնախարարի մոտ, որ հնարավորինս շուտ անդրադառնան այս հարցին կամ ֆիքսեն որոշակի գումար, որը հենց մեր ոլորտին կառնչվի։ Վճարենք հարկ, ես միշտ կողմ եմ հարկերի վճարմանը եւ պարտաճանաչ հարկատու եմ բայց կան առանձնահատկություններ, ոլորտային առանձնահատկություններ, որ մենք կարողանանք առաջընթաց ունենանք, ոչ թե հիասթափվենք մեր ուրեմն մասնագիտությունից։ Իսկ նկատել եք կա կազմակերպությունների այսպես դադարեցում կամ փակում այս ընթացքում այս ուղղության կամ ինչ-որ Պասիվություն նկատել եմ, այո։ Պասիվություն նկատել եմ, որովհետև օրենքը հստակ ընդգծում է արդեն։ Եթե դու տրամադրում ես կադր, եթե դու աշխատուժ ես տրամադրում, ապա դու գնալու ես NDS-ի դաշտ, ապա դու պետք է վճարես ավելացրած արժեքի հարկ։ Եվ պասիվություն նկատում եմ, որովհետև դա կաշկանդում է։ Այսինքն մարդ կամ պետք է գնա այդ դաշտ կամ այլևս չզբաղվի այդ բիզնեսով։ Տիկին Վիրաբյան, ձեր ոլորտը այլ ինչ խնդիրներ ունի, որոնց կուզեք անդրադառնալ, որոնք կարծում եք խոչընդոտում են այս ոլորտի զարգացումը։ Ոլորտի զարգացման մեջ կարևոր է մի քանի այսպես ֆրոնտեր դիտարկել։ Առաջինը դա կդիտարկեմ պետության կողմից ուրեմն տրամադրված հնարավորությունները, որոնք գնալով բարելավում են, այսինքն դրանք օրենսդրական փոփոխություններն են, դրանք ներքին իրավական ակտերի, կառավարությունը որոշումների փոփոխություններն են, այդ միտումները մենք ունենք, բայց դեռ շատ տեղ ունենք աշխատելու, ես կուզեմ, որ էքսպերտների թիվը ընդլայնվի այդ որոշումների կայացման մեջ եւ մեզ նույնպես ներգրավեն քննարկումների օղակների մեջ, որպեսզի մենք նայեք այն օղակն ենք, որ հենց մասնավորից կապը կարող ենք հաստատել պետական ապարատի հետ եւ այդ ամբողջ ինֆորմացիան այնպես մշակել, երկու կողմի համարել, որ ստանանք հավելյալ արժեք, ոչ թե խանգարենք մեկս մյուսին։ Եվ կուզեմ որպես մասնագետներ մենք ավելի մեծ ներգրավվածություն ունենանք այս հատվածում։ Հաջորդը դա մասնավորն է։ Մասնավոր, այսինքն մարդիկ, ովքեր փորձում են ներդրումներ իրականացնել մեր էկոհամակարգում եւ բիզնես սկսել կամ արդեն սկսած բիզնեսը տանել առաջ։
իրենց ուրեմն իրենց համար վերապատրաստումների շղթա կազմակերպելը կամ իրենց իրազեկման արշավներ անելը, որ պատկերացումը մեր գործառույթների մասին ավելի հստակ լինի, դա էլ ինքս իրականացնում եմ գրեթե յուրաքանչյուր ամիս որևիցե մարզ եմ այցելում գործարար համայնքներից որևիցե մեկում եւ իրազեկում եմ անում, դա շատ սիրով եմ անում, որտեվ զգում եմ այդ իրազեկումից հետո թե ինչքան մտածելակերպ է փոփոխվում եւ ինչքան այսպես աչքեր են փայլում դեպի մեր մասնագիտությունը, դա իհարկե ի նպաստ բոլորիս է լինում։ Եվ երրորդը դա մասնագետների կրթության եւ վերապատրաստման օղակը կարող եմ դիտարկել որպես խոչընդոտ, ճիշտ է, դա վերջի տարիներին եւս բարելավվել է, ուրեմն պետական բուհերը, մասնավոր բուհերը այլևս ունեն իրենց ամբիոններում մարդկային ռեսուրսների կառավարման մագիստրոսական ծրագրեր, բակալավրային ծրագրեր եւ շատ լավ մասնագետներ են ներգրավել այդ ծրագրերի իրականացման մեջ, բայց ավելի հստակ պետք է լինի HR-ը դա հոգեբանություն է, թե կառավարում է եւ եթե կառավարում է, ապա կառավարման տեսակետից կամ կառավարման մոտեցումից ելնելով մենք իրեն ինչ առարկաներ եւ ինչ առարկաների խումբ պետք է տանք, որպեսզի այդ ուսանողը լիարժեք համապարփակ գիտելիքներ ունենա, որտեղ այսօր ուսանող է, բայց վաղը նա արդեն աշխատաշուկայում ռեսուրս է։ Հետևաբար այստեղից եկող հարցներ պետք է կարգավորենք։ Եվ ես ինքս որպես փորձագետ կարող եմ նշել, որ այդ 3 հատվածներում էլ ներգրավվածություն ունեմ եւ իմ լուման, իմ հնարավորությունների սահմանում փորձում եմ ներդնել եւ համարում դա մասնագիտական ազնվություն։ Բացի բիզնես գործունեությունից դուք նաեւ դասախոսական աշխատանք եք իրականացնում, այդ ընթացքում կարծում եմ նաեւ տեսնում եք նոր սերնդի հետաքրքրվածությունը այս ոլորտի մասով ինչ կարող ենք անել, որ ավելի հետաքրքիր դարձնենք նոր սերնդի, նոր կադրերի ներգրավումը։ Մենք պետք է այլևս ոչ թե պատմենք գիրք, այլ կիսվենք մեր փորձառությամբ։ Լսարան մտնելիս ճիշտ է, տեսությունը շատ կարևոր է։ Ես ինքս էլ իմ բոլոր դասախոսությունների սկզբնական փուլում ամեն ինչ սկսում եմ տեսությունից, բայց այն համեմում եմ եւ կապում եմ ներկա օրերից, հա մեր պրակտիկ գործունեության հետ, ժամանակակից պահանջների հետ, միտումների հետ եւ միշտ փորձում եմ հաջողած ընկերությունների մոդելները ներկայացնել ուսանողներին, որտեղ այս սերունդը սիրում է ոչ թե լսել տեսություն, այլ վերցնել հաջողված փորձ։ Պրակտիկ է չափազանց։ Այո, այդ հաջողված փորձի մասին երբ դու սկսում ես խոսել, իրենք կլանվում են եւ փորձում են իրենք վերցնել այդ փորձը եւ տեղայնացնել։ Եվ այստեղ հարցազրույցի գալուց առաջ, չգիտեմ, խորհրդանշական է շատ, ուսանողներից մեկից նամակ ստացա, ով 3 տարի առաջ էր մեր ակադեմիայում սովորել, մեր ընկերության նշեց, որ առ այսօր կիրառում է իր ստացած գիտելիքների պաշարը եւ շնորհակալ է դրա համար։ Սա շատ կարեւոր է, շատ ոգևորիչ է եւ կուզեմ, որ այդ պրակտիկ փորձը, պրակտիկ գիտելիքները ավելի մեծ չափաբաժին ունենան ուսումնական կրթական ծրագրերի մեջ։ Ակտուալ բիզնես պարտներ ընկերությունը ինքը մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն տրամադրում է, հատկապես կարծում դա կարևոր է երիտասարդների դեպքում։ Այո, տրամադրում ենք, այդպիսի փորձառություն ունենք, որ գալիս է մասնագետը մեկ այլ կողմնորոշմամբ, բայց իր հետ զրույցի ժամանակ իր պահանջմունքները վերհանելու պահից սկսած փորձում ենք իրեն ճիշտ ուղղորդել եւ արդյունքում ստանում ենք հետաքրքիր մի այսպես մոտեցում, որ դե գիտեք, այդ մասին մտածել էի, բայց կարծում էի դա ինձ մոտ չի ստացվի։ Այդ ստացվելու հանգամանքը նույնպես շատ կարևոր է, որ մարդկային ռեսուրսների մասնագետը վերցնի իր վրա եւ ճիշտ ուղղորդի։ Կարծում եմ մեր լսարանը պետք է տարբերակի, հա, այս ծառայությունները, այս կազմակերպությունները ոչ թե աշխատանքի տեղավորմամբ են զբաղվում, աշխատանքի տեղում գործակալություն, այլ իրենք փորձում են այդ տաղանդների բացահայտում անել, մասնագետներին կողմնորոշել, պատրաստել շուկային համապատասխան կադր։ Իսկ դա բավականին բարդ աշխատանք է, ժամանակատար աշխատանք է։ Դուք նաև կարծում եմ բավականին հետաքրքիր փորձ կունենաք եւ Հայաստանում եւ դրսում, կցանկանայի ձեր այսպես հաջողության պատմությունների մասին լսել, եթե ունեք այդպիսի լավ օրինակներ։
Իհարկե ունեմ եւ ձախողված պատմություններ եւ հաջողված պատմություններ, բայց քանի որ դոմինանտը եւ մեծ մասը հաջողված պատմություններ են, նշեմ, որ ես համարում եմ ինձ հաջողակ մասնագետ, որովհետեւ փոխել եմ շատ բիզնեսների կյանք եւ շատ մասնագետների կյանք։ Եվ դրա մասին խոսում են իրենք։ Իմ փորձառության մեջ կարող եմ նշել մի հսկայական ցանցի կառավարման մասին, որտեղ ես հենց մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար էի աշխատում։ Ինչ ոլորտ էր դա։ Մանրածախարևտրի ոլորտ եւ առ այսօր ես շնորհակալ եմ այդ ընկերությունից, ով ինձ տվեց հնարավորություն որպես մասնագետ ռեալիզացվելու, ինձ տվեց ազատ դաշտ որպես մասնագետ իմ ստացած տեսական գիտելիքները պրակտիկորեն կիրառելու, դա շատ կարեւոր է, որովհետեւ շատ մասնագետներ ունեն գիտելիք, բայց գործատուն սահմանափակում է դրա կիրառման հարցում։ Ստացակ վերջնարդյունքում այդ։ Վերջնարդյունքը ստացավ, որ եւ ես որպես մասնագետ կայացա եւ ընկերություն ունեցա վերջնական մարդկային ռեսուրսների կառավարման մեխանիզմներ դրված, չնայած այն հանգամանքին, որ 4000 եւ ավելի աշխատակից կար թիմում։ Այսինքն դուք ներդրեցիք բոնուսային համակարգեր կամ KPI-ների համակարգ։ Այո, կադրերի հավաքագրման մեխանիզմ, հին մոդելը այնպիսին էր, որ մասնաճյուղերում էին կադրերին ընտրում եւ անկառավարելի էր դա, ես չէի պատկերացնում դա ինչպես է աշխատում, փոխեցի այդ ամեն ինչը կենտրոնացվեց մեկ օղակից, գրասենյակից էր իրականացվում եւ ներդրվեց կադրերի հավաքագրման մեխանիզմ, ընթացակարգ, աշխատակիցներ համապատասխան համալրվեցին, վերապատրաստվեցին եւ իրենք սկսեցին ներգրավել համապատասխան կադրերի, որովհետեւ հենց այդ պահից է սկսվում գործատուի եւ աշխատակցի հոգեբանական պայմանագրի կնքումը եւ եթե համապատասխան հավաքագրման մասնագետը դա կարողանում է լավ իրականացնել, հոգեբանական պայմանագիրը սկսում է աշխատել եւ դառնալ մինչեւ արդեն աշխատանքային պայմանագիր։ Հավաքագրման մեխանիզմի ներդրումից հետո դրանք խանութների ցանցում ադապտացիայի մեխանիզմների ներդրումներ, մենեջերիալ կազմի, ուրեմն վերապատրաստումների մեխանիզմներ եւ ամենակարևորը իմ աշխատանքի մեջ համարում եմ ես ինքս, որ պետք է անընդհատ սովորեմ եւ ինձ հետ շփվող մարդկանց կամ իմ գոլեգաներին պետք է ոչ թե ստիպեմ, ոչ, այլ տանեմ այն մտքին, որ իրենք միակ գաղտնիքը հաջողված մասնագետ լինելու պարբերաբար կրթվելը եւ զարգանալն է եւ փորձառու մարդկանցից այդ փորձը վերցնելն է։ Նոր հեծանիվ հնարելու կարիք մենք չունենք։ Մենք ունենք ուղղակի աչալուրջ լինելու, ուշադիր դիտարկելու, թե մեր շրջապատում ինչ լավ մասնագետներ կան եւ նրանց փորձը վերցնելու եւ տեղայնացնելու կարիք ունենք։ Տիկին Վիրաբյան, ինչպես եք տեսնում ձեր ընկերության եւ այս ոլորտի զարգացումը 5-10 տարի հետո։ Այդպիսի տեսլական ունեք։ Մեր ընկերության մասով ասեմ, պարոն Փարսյան, ուրեմն ես տեսնում եմ, որ այն ամբողջ գործիքակազմը, որը մենք կիրառում ենք մարդկային գործոնի կիրառելությամբ, պետք է թվայնացվի եւ գնանք ավելի թվային հարթակներ։ Հետաքրքիր բան նշեցիք, որ հիմա HR-ը ռոբոտների վերահսկման զբաղված կամ AI-ի վերահսկման զբաղված։ Այո, մենք պետք է շատ արագ այդ վերափոխումը անցնենք որպես ընկերություն եւ արդեն իսկ թիմը անցնում է այդ վերապատրաստումները, բայց միայն թիմով չի սահմանափակվում, նաեւ մեր գործընկերները պետք է այդ մասին իրազեկում ստանան։ Մյուս կողմից տեսնում եմ ոլորտը ուր է գնում, ոլորտը իզարմանս ինձ գնում է դեպի outsource-ը։ Եվ ուզում եմ ինքս էլ հասկանամ, թե in-house մասնագետների պարագայում ինչու է այդքան նվազել դերը եւ նշանակությունը HR-ի։ Ամեն դեպքում ինձ հանդիպած դեպքերում այդպես միգուցե կան նաեւ հաջողված պատմություններ, բայց դիմելիությունը մեզ դեպի ամեն օր մեծանում է եւ ցուցանիշները ինձ մոտ ցույց են տալիս այնպես, որ outsource ծառայությունները սկսել են ավելի գրավիչ դառնալ գործատուների համար, թե հարկային ծանրաբեռնվածության տեսակետից, թե պատասխանատվության տեսակետից, որովհետև այս պարագայում ինքը գործ ունի կազմակերպության հետ եւ պատասխանատվությունը կրում է կազմակերպություն, ոչ թե անհատ կամ աշխատակից։ Նույն հաշվապահության տրամաբանությամբ, այո։ Եվ այսինքն դուք տեսնում եք այս ոլորտի outsource-ի ընդհանուր աճ բավականին, իսկ պետությունը կարող է նույնպես այսպես այդ դաշտում տեղավորվել։
Ինչու ոչ, իհարկե կարող է։ Հիմա ունակ այդպիսի քայլեր կա ինձ հաշվապահության ուղղությամբ, արդեն ունակ դպրոցների հաշվապահությունը outsource արել, միգուցե նաև դա էլ ինչ-որ մի этаպում outsource արվի։ Իդեպ կրթության գիտության նախարարությունը դպրոցի տնօրենների ուսուցման ուրեմն այդ կրթական ծրագրերում ունի այդ մոտեցումը մարդկային ռեսուրսների կառավարման առարկային առնչվող, որովհետև տնօրենները այլևս գրում են բիզնես պլաններ, զարգացման պլաններ, եւ այդ բիզնես պլանի մեջ դա էլ է բիզնես, այսինքն ինչը որ մասնավորն է կիրառում HR-ի տեսակետից, նույնը գալիս է արդեն դեպի պետական համակարգ։ Ինչքան շուտ այդ վերափոխումը լինի, ինչքան շուտ ոչ միայն մասնավորի մասով անհանգստություն չունեմ, ունեմ այդ պետական կառույցների մասով, որ այդ հին հնության հոտը դուրս գա եւ այդ նոր գործիքակազմերի, նոր մոտեցումների, միտումների ուրեմն պատկերը մենք ստանանք այդ ընկեր։ Դրանից կշահեն եւ պետությունը եւ մենք եւ մեր երեխաները, ովքեր ունեն կրթվում են այդ համակարգում։ Շնորհակալ եմ Տիկին Վիրաբյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր հետաքրքիր զրույց ունեցանք մարդկային ռեսուրսների ոլորտի խնդիրների մասին։ Այո, ժամանակակից աշխատում պետք է անընդհատ վերապատրաստվել, շուկային համապատասխան կադրեր ունենալ, որ կարողանանք մրցունակ լինենք համաշխարհային տնտեսության մեջ։ Այս առումով մենք շատ անելիքներ ունենք եւ պետություն, կրթություն, մասնավոր հատված այս եռանկյունին է, որ պետք է այս խնդիրները լուծեն։